Խնջույքների ու երեկույթների ավանդույթներից մեկն էլ լավ պարողին մրցանակ հանձնելն է։ Բոլորն էլ ցանկանում են թռչկոտել ու շորորալ այնպես, որ հիացնեն ներկաներին։ Առիթը բացվել է։ Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը բոլոր ցանկացողները կարող են գալ այստեղ եւ ազգային պարեր սովորել։ Նպատակն է, որպեսզի մեր հայ ազգը, նույնիսկ ոչ հայ ազգը, թեկուզ օտարերկրացիներ ունեցել են այդպիսի դեպքեր, գան ու տեսնեն մեր մշակույթը պարի եւ նույնիսկ երգի տեսքով։ Իրենք ուղղակի հյուրեր են, որոնք որ ցանկություն են ունեցել գալ ճանաչել հայ ազգին այս տեսանկյունից, պարերի առումով եւ ինչու՞ չէ, թող սովորեն պարեն մեր պարերը եւ իրենց հետ մի փոքրիկ մասը տանեն իրենց երկիր։ Պրոֆեսիոնալ պարողներին դիտելուց ու պարի նրբություններին ծանոթանալուց հետո սկսնակները կրկնում են շարժումները։ Իհարկե ոչ բոլորի մոտ է լավ ստացվում, բայց կարևորը ոչ թե քայլը ճիշտ կատարելն է, այլ լավ տրամադրությունը։ Պարը միակ արվեստն է, որը մարմինը եւ հոգին աշխատում են իրար ներդաշնակ, միաժամանակ երկուսը հավասարակշռված են։ Դրա համար սա հայեցի դաստիարակման ամենալավագույն միջոցն է, ճիշտ մաքուր ազգային պար երեխաներին, չափահասներին եւ անչափահասներին։ Նարեկացի արվեստի միության այս նախաձեռնությունը բերնեբերան է անցնում։ Շատերը արդեն այստեղ հաճախում են կանոնավոր կերպով։ Այս աղջիկներն օրինակ պարում են արդեն 6-րդ անգամ։ Պարը եթե ոչ ամենակարևոր, համենայն դեպս ազգային մշակույթի շատ կարևորագույն մասնիկներից մեկն է եւ պարերի շնորհիվ մենք ճանաչում ենք մեր ազգը, մեր մշակույթը, ինչի՞ չէ նաեւ հոգեվոր սնունդ ենք ստանում այդ նախնիների շունչի, ինչ որտեղ զգում ենք մեզ մոտ։ It's what power